Ինչ ես անում։ Ինչ եմ անում, որ։ Դու արդեն շատ քո չափերը չես անցնում։ Այդ չափը ո՞րն է։ Կնիկս չես։ Չէ, կինդ չեմ։ Ես քեզ ինչ կին։ Ոչինչ։ Այսօր այդ սխալը կուղենք։ Արսեն։ Լետես շնչում, տանաշեն նենց էլ ծեծը մնում է մերնի մենա վրեքս, սրա նմաններին մերն էլ չկա։ Հանդիպեցինք։ Ըստ վես այդ չստացված պես է։ Միշտ իմացի, որ պատասխան տալու ժամանակը գալիս է։ Այդ ճիճու։ Աշխեն ինձ մոտ արի։ Հիմա։ Լսում եմ։ Երկուսին էլ վերցնում եմ։ Տար մանկատունը ցույց տուր, երեխաների դաստիարակների հետ ծանոթացրու ու թող ամեն ինչ մանրամասն բացատրեն, աշխատանքը ոնց ու ինչ պետք է անեն, լավ։ Լավ։ Դե ոնց լռում ես։ Շարունակի լռել։ Այդ բնական սոկից է լավ։ Ասա։ Դու ասա։ Ինձ թվում էր վերջի խոսակցությունից հետո պարզ դարձավ, որ դու էլ երբեք ինձ չես անհանգստացնում։ Հասկացել ենք իրար։ Դու տեսար ծրարի մեջինը։ Կարդացիր անալիզների պատասխանը։ Ասենք թե տեսա, հետո։ Այսինքն հետո։ Հա, հետո։ Որոշել ես այդ երեխայով ինձ շանտաժ անես։ Ես շանտաժ չեմ անում։ Կարծեմ այդ երեխան մենակ չեմ ստեղծել։ Միանգամից ասեմ Սաթիկ, այդ երեխան ինձ պետք չի։ Շնորհակալություն, սա էլ հաշվեք, լավ։ Էդ ում հետ ես։
Քեզ համար մեկ չի, ավելի լավ ասես ինչ ես ուզում ինձանից։ Ես ոչ մի բան չեմ ուզում։ Ուղղակի ուզում եմ ասել, որ այս հարցը պետքա միասին լուծենք։ Սաթիկ, այստեղ հարց չկա լուծելու։ Ազատվի այդ երեխուց ու վերջ։ Քեզ համար ամեն ինչ այդքան հեշտ է, հա? Իսկ ինչ ես ուզում։ Ուզում ես ասեմ արի ամուսնանանք, էդ ես ուզում լսես։ Մի ժամանակ դու այդ մասին մտածում էիր։ Այդ մի ժամանակ էր, ու այդ ժամանակից շատ երկար ժամանակ անցել։ Ու հիմա շատ ուրախ եմ, որ հենց այդ ժամանակ, այդ սխալը թույլ չեմ տվել։ Եղավ Լևոն, դու այս խոսքերիդ համար պատասխան ես տալու։ Խնդրելու ես ինձ, այ կտեսնես։ Հաջողություն։ Հաջողություն։ Ինչ անեմ ես այս 20,000 դրամով, ոնց տանեմ բժշկի։ Տաթև, Ինչ կա, ինչ օրի ես։ Սուս գժանոցա, նոր աղջիկներ ընդունել, գործից տեղյակ չեն ընդհանրապես, ոնց են լեզու գտնելու երեխաների հետ չգիտեմ։ Լավ չի։ Հա, գիտեմ, սենց շարունակվի ես էլ դուրս կգամ, ինչքան կարելի է։ Աշխեն, վերջնահաշվարկը երբ անելու չի ասել։ Բան չի ասել, մենակ են օրա ու Սարայի համար։ Ինչ ես հարցնում։ Սարան լավ չի Աշխեն։ Ուզում եմ բժշկի տանեմ, ուղղակի մոտս 20,000 դրամ է, չգիտեմ բժշկի տանեմ, թե ուտելուն փող պահեմ։ Ես կտամ գումար։ Չէ, պետք չի։ Ուղղակի խնդրում եմ, իմացի վերջնահաշվարկը երբ հանելու մեր, երբ կտա փող։ Լավ։ Լավ։ Լևոն։ Մամ, օգնելու բան կա, ինչով օգնեմ։ Չէ բալիս, ամեն ինչ արած է։ Լավ ես դու։ Հա, ինչի։ Դե որ ամբողջ օրը սենյակից դուրս չես գալիս, մտածում եմ ինչ որ տեղը ցավում է։ Չէ, ուղղակի չգիտեմ դուրս գամ ինչ անեմ, դրա համար էլ դուրս չեմ գալիս։ Այ որ առավոտյան արտանաս իջնես ցած, ես քեզ կասեմ, թե ինչ անես։ Այս ադամենք ինչ եղան։ Ասես մի ժամից կլինենք արդեն ինչքան անցել չկա։ Ափսեները այնտեղից հանի։ Շատ անամոթ մարդ դուրս եկավ, պապ։ Բա, տեսար տղա ջան, այդքան ցրեցի էլի աներեսի պես վերկացավ եկավ։ Սրան պետքա ուշադիր լինել, պապ։ Ամեն պայմանագիր պետքա շատ ուշադիր ուսումնասիրել։ Միամիտ մարդ չի։ Գիտեմ։ Ափսոս որ Արսենի աներն է, թե չէ ուրիշ ձև կարելի էր խոսալ հետը։ Դու գիտեմ տղա ջան, իմ ձեռով համ Արսենին կրակը գցեցի, համ էլ մեզ։ Բայց ես տենց էլ չհասկացա, թե դուք ինչի Դինային ու Արսենին իրար հետ ամուսնացրեցիք։ Ինչ ասեմ Արման ջան, մի գործարք էինք արել, նստած խմում էինք։ Չգիտեմ ինչի որոշեցինք երեխեքին ամուսնացնել։ Արսենին ասեց պապա, ես քո խաթր կամուսնանամ, չնայած այդ աղջկան չեմ սիրում։ Վայ դմբո Արսեն։ Չնայած ոնց որ հիմա իրար սիրում են, հա։ Չգիտեմ։ Մեկ էլ չհասկացա, պապ։ Թե դու ինչի տես կտրուկ փոխվեցի Լալայանի հանդեպ։ Չգիտեմ, Արման ջան։ Այս Սոնայից հետո չեմ ուզում ոչ մեկի հետ շփվել։ Մենակ էտա, պապ։ Չէ, մենակ էտ չի։ Ես քեզ արդեն ասել եմ, ինչ-որ կասկածներ ունեմ ես։ Դրա համար պետք է իրան միշտ աչքիդ առաջ պահես, պապ։ Գիտեմ, տղա ջան։ Աչքիս առաջա, միշտ աչքիս առաջա։
Դրան հաստատ ճամփ դրեցիք։ Արշ ջան։ Սպասեցինք միջև սամալոտը թռավ, եկանք։ Ուզում ես նավսակի զանգի տղերքին թող աչքները վրեն պահեն։ Բա որ անկարծ հետ եկավ։ Այս անգամ մեղքի իրավիզը, կխփեք թող հանգստանա։ Բայց ինձ թվում է, որ դա հետ է գալու։ Կգա կստանա։ Ոչ մեկ չի կարող Արսենի հետ շշկարվի։ Ձինա։ Ձինա։ Ինչ։ Կորկետ վերցու տեղ ենք գնում։ Ես քեզ հետ ոչ մի տեղ էլ չեմ գալիս։ Մի րոպեից ավտոյի մեջ լինես։ Արսեն ջան, այսօր։ Տեղ են գնում մամ ջան։ Այսօր գիշերը չեն գալու։ Հա բայց ուր եք գնում։ Տեղ ենք հրավիրված։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ոնց ես Արուն ջան։ Լավ, Արշ ջան։ Արսեն, դու երբ ես օֆիս գալու։ Վաղվանից կգամ պապ ջան։ Ես տեղ ես գնում։ Կնոջս հետ տեղ ենք հրավիրված։ Բարի երեկո։ Բարև Աշոտ ջան։ Աշոտ ջան, ես մենակ ես։ Հա, հիմնարկից եմ գալի, ժամանակ չեղավ մտնեմ տուն։ Պապ։ Արի միակ բալիս գրկեմ։ Ոնց ես։ Եկեք, նստեք մի կտոր հաց ուտենք։ Աշոտ ջան, համեցիր նստիր։ Շնորհակալություն։ Աշոտ ջան, զանգեր Լիլիան էլ գար։ Մեզ կներեք, մենք տեղ ենք հրավիրված, պիտի գնանք։ Իսկ կլինի ես մնամ, պապաս եկել է մնամ ստեղ, հա։ Չէ կյանքս, մարդիկ հազար անգամ ասեցին, շեշտեցին, որ Դինայի հետ։ Աղջիկ ջան, ամուսինդ որ ասում է, մի հակաճառի։ Գնա, պապատ ոչ միտեղ չի փախնի։ Մոլ տես քաշը։ Շնաս լավ կնիկա, բայց խելքից տուլա։ Դե, աջողություն ձեզ։ Իրականում ոչ ոք էլ չի հրավիրել, չեմ ես։ Ես եմ քեզ հրավիրել։ Արսեն ուր են գնում։ Դժոխք։ Արսեն։ Անցի առաջ։ Խնդրում եմ, կլինի ես չգամ։ Ասեցի անցի։ Գժվել ես։ Հա, գժվել եմ։ Լևոն, ինչ ես անում այստեղ։ Հենց հիմա գնա այստեղից։ Չասեցի քեզ, մինչև չտեսնեմ ոնց ես չեմ գնալու։ Գնա, Լևոն, ինչի ես եկել։ Մենք երեք խոսացինք, ու ես կարծեմ բացատրեցի քեզ ամեն ինչ։ Հա, մենք երեք խոսել ենք։ Ու ես էլ քեզ ասեցի, ես ոչ մի բան չեմ զգում քո հանդեպ, ամեն ինչ փոխվել է, հասկանում ես, փոխվել է։ Փոխվել է։ Ոնց կարա մի օրում ամեն ինչ փոխվի, ոնց կարա փոխվի սերը։ Կներես ինձ, Լևոն, ես էլ քեզ չեմ սիրում, ես չունեմ քո հանդեպ ոչ մի զգացմունք, կներես։ Չես սիրում։ Տենց էր սիրում ինձ, հա։ Էդ էր քո սերը։ Տենց էր պատրաստվում հետս ամուսնանայր։ Կներես։ Կներես։ Հիմա ես հասկանում, թե մեզանից ով է մեղավոր, ես թե դու։ Այդ դու սպանեցիր քեզ իմ մեջ։ Ես քո մեջ երբեք էլ չեմ եղել։ Ես քո համար եղել եմ փրկության օղակ։ Ինչ չես սիրում, հա։ Ուրիշին ես սիրում, հա։ Ուրիշի հետ ես ուզում երջանիկ լինես, չի ստացվելու, Սառա։ Երջանիկ չես լինելու։ Ու գիտես ինչի, որովհետև ես թույլ չեմ տա։ Քո հետ վարվելու եմ այնց ոնց որ դու վարվեցիր ինձ հետ։ Երջանիկ չես լինելու։
Սար։ Ինչ եղավ։ Էլ չեմ դիմանում։ Հիշում ես, թե հիշացնեմ։ Ոնց էիք 10 հոգով ֆուտբոլի գնդակի նման ինձ տշում։ Մինչև հիմա մարմնիս վրա դրա հետևանքներն եմ զգում։ Լսի ջահել։ Ես դրա հետ կապ չունեմ։ Հա դե դու կապ չունես, քեզ ասում են դու անում ես, չէ՞։ Չէ, դու հաստատ լավ չես հասկանում, որ ես ասում եմ դրա հետ կապ չունեմ։ Դե որ դու կապ չունես, ես էլ կապ չունեմ։ Ես ընդամենը քո արածների պատասխանն եմ տալիս։ Սատկացրեք։ Բոլորը իրանցը հերթով ստանալու են։ Բոլորը։ Սար վարվում ես։ Չանեմ աստված եմ։ Սար շտապօգնություն եմ կանչում։ Սար։ Ալո։ Խնդրում եմ կանչ գրանցեք, հա։ Ուր ես։ Մանկատանն եմ։ Մանկատանը։ Ինչ կա այդտեղ։ Գործ, աշխատող չունեմ։ Դու ուր ես։ Կարևոր չի։ Գալիս ես։ Ուր։ Մանկատուն։ Չէ։ Լավ։ Այդ դեպքում գիտեմ, թե քեզ ուր կհրավիրեմ։ Սպասի հեսա հասցենք ուղարկեմ։ Լավ։ Դու ավելի շուտ եկար, քան ես կարծում էի։ Ես տենց էլ գիտեի։ Հիմա նենց տեղ կընտրեմ, որ շատ աչքի չընկնենք։ Լևոն ջան։ Adam ջան, պատկերացնում ես, ուրեմն սաղ արդեն հարբել են, ի վիճակի չեն։ Իսկ ես նստած խմում եմ, ասում եմ լցրեք, պատկերացնում ես, խայտարակ վիճակ է։ Իմիջանք բարմոտ գնացել ենք։ Նրան հետ չեն խմում, գիտես չէ։ Ինպես խմող տղա չկա ես գեղում։ Լուրջ բան եմ ասում։ Կա։ Ում եմ սուրճ բերում։ Ես հաստատ սուրճ խմում եմ։ Ես էլ էլի ձերջատ։ Ես սուրճ չեմ ուզում, դուրս եմ գալիս, շնորհակալություն։ Ուր ես գնում։ Մի երկու ընկեր կա, գնամ իրանց էլ տեսնեմ գգամ։ Էլիզա ջան, մեծ սիմպաթիչնի տղա է։ Իր տունը նստելու վախտ է,
Հիմա ինքը պետք է դուրս գա, ման գա, շփվի մարդկանց հետ։ Էնեն Լիլայի աղբոր տղեն էլ եկե։ Առավոտվանց իրիկում փողոցներն է չափում։ Իրիկուրը գալիս է ու մտնում է խալադինիկը։ Մենակ դրա ատամների խրխրթոցն եմ լսում։ Արման, տղերքից մեկին համենայն դեպս հետդ վերցրու։ Պապ, կարծեմ ենք դրա մասին խոսել ենք, չէ՞։ Որ ես հանգիստ լինեմ։ Հաբա ոնց, պապա ճիշտ է ասում։ Մի երկու հատ կավար տղերքից վեկալ հետդ մանացել են։ Հետո գիտես չէ, դե պրեստիժի հարց էլ կա։ Հա, Աշոտ ջան, ուղղակի ինձ համար ա ծիծաղելի։ Միջալուց աղջիկին էլ ա դա դուր գալի։ Սիրուն տղեն դուս ա գալի ավտոյից են, կվալդի դեմքով տղերքն էլ հետևից։ Մեր տաշկով ես անում ու էլ հարց չունես։ Եթե դրա համար պիտի աղջիկը հավարեն, ավելավա տնից տեղ չգնամ։ Տղաներից մեկին հետդ վերցրու, որովհետև կարող է դոստը էլի համահանի։ Ինձ կներեք, ես գնամ իմ սենյակ։ Արի մի հատ Աշոտ ձյաձյան ճակատդ էլ պաչի սիրուն բալը ու գնա։ Աշոտ ձյաձյա, ես մեծ եմ դրա համար։ Երեխան մեծ է։ Մեծ է։ Տղեկ լավ է, հերիք է։ Հիմա ինչ ենք սրան անում։ Ոչ մի բան։ Տանենք շպրտենք դուրսը թող շները ուտեն։ Քսարի քսատկի։ Իրանք ինձ ծեծելուց մենակ մի բան էին ուզում։ Իմ մեռնելը։ Ես ինչի պետք է սրա մասին մտածեմ։ Սատկումա թող սատկի։ Տղեկ սրան վերցրեք գցեք մեքենան իջացնենք ձորը։ Ապեր վրեժը լավ բանի չի բերելու։ Իրանք սկսեցին։ Այս ամեն ինչ իր հետևանքներն է ունենալու։ Արունը բերում։ Ինչ ես առաջարկում։ Ձեռներս ծալած նստեմ, սպասեմ տնամ, թե մյուս անգամ երբ են գալու ջարդս տան, ու անպատասխան մնան, չպատժվեն։ Ես հասկանում եմ, վտանգավոր է։ Ու դու կարաս այս ամեն ինչից հենց հիմա հետ կանգնես։ Լուրջ եմ ասում, ես քեզ կհասկանամ։ Հայ, ես քո հետ եմ։ Ինչ էլ որ լինի, մինչև վերջ։ Արսեն, այ Արսեն, ես ինչ ես մտածել։ Ուզում եմ տենամ, ոնց ես քեզ պահելու։ Արսեն։ Ես վախում ես ինձանից։ Հա։ Բա որ վախում ես, այսօր էդ ինչ մի առուձի կաթեիր խմե։ Ուղղակի ուզում էի տեսնեիր, որ ես էլ կարող եմ ինձ ինձ պահել, որ դու ինքդ քեզ վատ զգաս։ Արսեն, դու անդադ ինձ ստորացնում ես։ Ես այսքան վատ քեզ ոչ մի ստորացնող բան չեմ արել։ Ինչ ասել եմ, ինչ արել եմ, կատակ ա եղել։ Կներես։ Մեկ էլ տենց բան չտեսնեմ։ Արդեն ասեցի, չես տեսնի։ Դե գնացինք։ Արսեն, խնդրում եմ, արի գնանք տուն։ Տուն։ Իսկ կասես ինչից ես վախում։ Ես քեզ լավ գիտեմ, եթե դու ինձ բերել հաստրել ես տեղ, ուրեմն հաստատ մի վատ բան մտածել ես, չէ՞։ Հա, մտածել եմ։ Խնդրում եմ էլի Արսեն։ Գնացինք։ Պետք է շտապ հիվանդանոց տանենք։ Այդքան լուրջ է։ Շատ բարձր է ջերմությունը, պետք է ստուգվի։ Բժիշկին թվում է Սարան ուղակի մրսել է ու Սա մրսածություն չի։ Ջերմությունը այսքան բարձրանում է ավելի լուրջ դեպքերում։ Ջերմությունը իջեցնելը լուծում չի։
պետքա պատճառը վերացնենք։ Ուրեմն հիվանդանոց, հա։ Այո։ Դե լավ։ Եթե պետքա, ուրեմն պիտի տանենք։ Հենց հիմա կտեղափոխենք։ Ալյուս, Արման, դուրս ես եկել ման գալու։ որ ճիշտ ասեմ Աշոտի ներկայությունը վրես ազդում էր։ Ինձ էլ փրկեիր էլի։ Կներես, մյուս անգամ անպայման խոստանում եմ։ Լավ, ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է։ Մի մտածի։ Մի տեսակ մտահոգ էիր երևում։ Տխուր էիր։ Ավելի շատ հոգնած եմ, Լյուս ջան։ Օֆիսում այնքան գործ կա անելու։ Լավ, ձևացնեմ, որ հավատացի։ Բայց իմացի, եթե ուզենաս խոսել, ես միշտ պատրաստ եմ քեզ լսեմ։ Գիտեմ։ Դե լավ, քեզ թողնում եմ մտքերիդ հետ մենակ։ Ապրես։ Դե լավ։ Ես առանց քեզ չեմ կարող։ Այն ինչ որ անցած անգամ ցույց տվեցիր ճիշտ էր։ Նկատի ունես հղի եմ, թե չէ։ Հա։ Նկատի ունեմ հղի ես, թե չէ։ Հղի եմ։ Ու նախորդ ասեմ, որ ես այս երեխուն ունենալու եմ։ Սա մեր սիրո պտուղն է։ Այն տղու մասին ինչ որ ասում էիր անցած անգամ, այդ տղա։ Ինչ տղա։ Սարայի հետ կապված։ Դու դեռ մտածում ես Սարայի մասին։ Ես մտածում եմ այն ամեն ինչի մասին, ինչ որ կապված է իմ ու Սարայի բաժանման հետ։ Լևոն, դու հիմա ինձ վիրավորում ես, գիտես։ Մենք միասին ենք, երկուսով ստեղ։ Ես կրծքից տակ քո երեխային եմ կրում։ Ու դու էլի Սարայի մասին ես մտածում։ Ո՞վ է այդ տղան։ Մարթա։ Ո՞վ է։ Դու իր հետ չես կարող համեմատվել։ Ես չեմ ուզում համեմատվեմ ոչ մեկի հետ։ Ինձ հետաքրքիր է ով է այդ տղան։ Դավթյանի տղան է։ Ցեմենտի գործարան ունեն, տարբեր բիզնեսներ։ Դավթյան հոլդինգի տնօրենի տղան։ Ինչ։ Ոնց տեսնում ես, հեչ համեմատվելու չի։ Ես չեմ ուզում համեմատվեմ ոչ մեկի հետ։ Այդ տղան այնքան հարուստ է, որ պատրաստ է ամեն ամիս $10,000 փոխանցել մանկատան հաշվին։ Միայն թե Սարայի սիրած երեխուն որդեգրման չտամ։ Միլենային։
Ինչ կա իրանց մեջ։ Հիմա Սառան իրա հետ է։ Անհնար է, ես գնացել եմ այդ տուն ու տեսել եմ այնտեղ ինչ վիճակ է։ Ուրեմն որոշել է անմատչելի ու հպարտ աղջկա դեր խաղալ։ Փաստորեն լավ էլ խելացի խաղ է սկսել։ Ուրեմն Դավթյանի տղեն է, հա։ Լևոն։ Ինչ որ պետք էր ես արդեն իմացա, էդ էլ այնց էր։ Իսկ ես։ Իսկ մենք Լևոն, մեր երեխան։ Ես քեզ արդեն ասել եմ ինչ անես, ինձ այդ երեխան պետք չի։ Երբեք Լևոն, լսում ես, երբեք ես այս երեխուց չեմ հրաժարվի։ Ես ունենալու եմ այս երեխուն, Լևոն։ Զաթիկ ինչ ուզում ես, Սարա, այդ քո գործն է։ Թվում էր թե քեզ մոռացա իմ միակ համբույրը ծառած կադեր շուրջը Բարի ախոջակ Մերսի Ինչ ես այսքան բան պատվիրել Որ քչությունից չմեռնես Ոյ որ չնեղվես Արսեն Կեր Բայց Կեր Սիրեցի քեզ իզուր Սիրտս դողաց աղշաց ուր Ափսոս էր այն սերը Որ տվեցի քեզ Կաթիլ ասլևը Խառնվում է արցունքիս Ինչ ես այտենց նայում Իրավունք չունեմ կնոջս նայեմ Ես քո կինը չեմ Այդ սխալը պետքա ուղենք Ոչ Չպարենք Արսեն ինչ ես պլանավորել Անվերադած տվեցի քեզ սեր Հոգիս է դատակ մնաց առանցել Սիրո ճամփեքին մոլվեցի ես Աչքերս պայծառ չեն ժպտում են տես Սիրեցի քեզ իզուր Սիրտս դողաց աղշաց ուր Ափսոս էր այն սերը որ տվեցի քեզ Սիրեցի քեզ իզուր Սիրտս դողաց աղշաց ուր Ափսոս էր այն սերը որ տվեցի քեզ